World Vision Հայաստան գավառի տարածքային զարգացման ծրագրի աջակցությամբ գավառի տարածաշրջանում իրականացվել են բազմաթիվ ծրագրեր, որոնք նպատակաուղղված են բարեփոխելու երեխաների, նրանց ընտանիքների եւ համայնքների կյանքը։ Հավատարիմ մնալով իր սկզբունքներին, World Vision Հայաստան գավառի տարածքային զարգացման ծրագիրը համագործակցելով Գավառի քաղաքապետարանի հետ նախաձեռնեց Գավառ քաղաքի ազատության փողոցի ստորգետնյա հետնյութային անցումի վերակառուցման աշխատանքները, կարևորելով դպրոցականների եւ ընդհանրապես հետիոտների անվտանգությունը։ Ծրագիրը կյանքի կոչվեց եւ օգոստոսի 4-ին հանդիսավոր կերպով տեղի ունեցավ գետնանցումի բացման արարողությունը։ Քառորդ դար շարունակ իրականացնելով տարբեր բնույթի ծրագրեր, որոնք ուղղված են երեխաների բարօրությանն ու անվտանգությանը, այս անգամ եւս World Vision-ը հավատարիմ մնալով իր սկզբունքներին, հոգալով երեխաների անվտանգության մասին, վերաբացեց Գավառի ստորգետնյա հետիոտնային անցումը եւ հույս ունենք, որ անցումի վերաբացումը մեծ չափով կնպաստի երեխաների անվտանգությանը։ Գետնանցումի խնամքը եւ հետագա պահպանությունը կիրականացնի Գավառի կոմունալ սպասարկում եւ բարեկարգում ՀՕԱԿ-ը։ Ասենք նաև, որ այս կազմակերպությունը գործուն աջակցություն է ցուցաբերել նաև գետնանցումի վերակառուցման աշխատանքներին։ Քաղաքապետարանը ներդրում ունի այս ուղղությամբ եւ նրա նախագծանախաշվային աշխատանքները իրականացրել է Գավառի քաղաքապետարանը, իսկ մնացած շինարարական աշխատանքների ներդրումը կատարել է World Vision Հայաստանի գավառների տարածքային կազմակերպությունը։ Եվ մենք մեր խորին շնորհակալություն ենք հայտնում մեր քաղաքում նմանատիպ աշխատանքներ իրականացնելու համար։ Գետնանցումի բացման արարողության կազմակերպմանը գործուն մասնակցություն ցուցաբերեցին Գեղարքունիք երիտասարդական խորհրդարանի անդամները եւ Գեղարեք կրթամշակութային հասարակական կազմակերպությունը։ Լինելով հասարակական կառույցի ներկայացուցիչ, մենք շատ կարևորում ենք, որ World Vision Հայաստան գավառի տարածքային զարգացման ծրագիրը նման նախաձեռնություններով է հանդես գալիս, որովհետեւ այն իհարկե մեծածավալ աշխատանքներ եւ ծրագրերը, որ իրականացվում են, դրան զուգահեռ շատ կարևոր էր նաեւ այս գետնանցումի վերակառուցումը եւ կարծում եմ սա մնայուն եւ օգտակար աշխատանքներից մեկն է World Vision Հայաստանի։ Մինչ ժապավենի կտրելը երիտասարդ խորհրդարանականները անցորդներին բաժանեցին տեղեկատվական թերթոններ։ Այնուհետև Գավառի թիվ 5 հիմնական դպրոցում անցկացվեց տեղեկատվական բաց դաս, որը վարում էր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի, 4-րդ սպայական վաշտի առաջին սպայական դասակի ավագ տեսուչ ոստիկանության կապիտան Ավետիք Վարդանյանը։ Նա աշակերտներին ներկայացրեց գետնանցումից օգտվելու եւ ընդհանրապես հետիոտնի համար կարևոր երթևեկության կանոնները։ Դպրոցի առևից տարածքում կա ստորգետնյա հետիոտնային անցում նշաններով ապահովված է։ Դոնը որ երեխաները մի փոքրիկ տեղյակ լինեն, ինչ նշանա, ճանապարհային նշանը, ու մենք ֆերմեկալի վրա ունենք ստորգետնյա հետիոտնային անցման նշան։ Թիվ 5 հիմնական դպրոցի տնօրեն Սաթիկ Արզաքանյանը կարևորեց գետնանցումի վերակառուցումը, նշելով, որ դա կնպաստի երեխաների անվտանգ երթևեկությանը։ Քանի որ դպրոցը գտնվում է վերակառուցված անցումի մերձակայքում եւ ազատության փողոցն էլ բավականին բանուկ է, ուստի աշակերտները ապահովագրված չեն հնարավոր վտանգներից։ Նա հիշեցրեց անցյալ տարվա նույն ժամանակահատվածում տեղի ունեցած դժբախտ պատահարի մասին, որի ժամանակ դպրոց գնալիս աշակերտը վրաերթի էր ենթարկվել։ Թե դա որքան է կարևոր մեզ համար, դա պարզ դարձավ անցած տարվա շատ տխուր դեպքից հետո հատկապես, երբ մեր աշակերտներից մեկը ճանապարհը անցնելու ժամանակ վթարի ենթարկվեց եւ ճիշտ է այսօր նա գալիս է մեր աշակերտը հաճախում է դպրոց, բայց այնուամենայնիվ մենք ունեցանք ծանր խնդիր։ Եվ որպեսզի այլևս նման խնդիրներ չառաջանան, World Vision կազմակերպությունը այդպիսի խնդիր դրեց իր առաջ, այդ արդեն գոյություն ունեցող անցումը վերանորոգելու եւ այն մեզ տրամադրելու համար։ Ցավոք սրտի վիճակագրական տվյալների համատական վերլուծությունը անհանգստություն է առաջացնում բոլորիս մոտ, որ աննախադեպ չեն դժբախտ պատահարները եւ հույս ունենք, որ այս ստորգետնյա գետնանցումի վերաբացումը կօգնի ապահովել երեխաների անվտանգությունը։ Գավառ քաղաքում նույն այս փողոցում անցած տարի նմանատիպ դեպք ենք ունեցել, դժբախտ պատահար, դրա համար շատ կարևոր է գետնանցումը, քանի որ նման դեպքերից կխուսափենք։ Գետնանցումի շահագործումը կարևորեց նաև վրաերթից տուժած աշակերտի հայրը, նշելով, որ եթե մի տարի առաջ այն վերակառուցված լիներ, ապա իրենց ընտանիքը ստիպված չէր լինի վերապրել վթարի հետևանքները։
Շատ կուզենայի, որպեսզի այս գետնանցման բացումը 1 տարի առաջ լիներ, ինչի դեպքում երևի թե կխուսափեինք անցած տարի կոնկրետ իմ երեխայի դժբախտ պատահարից, որ դպրոց գնալու ճանապարհին հրայրթի ենթարկվեց եւ մինչ օրս դեռ շարունակվում է նրա բուժումը, փառք Աստծո, որ ամեն ինչ բարեհաջող է ընթանում եւ կամաց կգանք լավ արդյունքի։ Ես կոչ կանեմ բոլոր ծնողներին եւ բոլոր երեխաներին, որպեսզի նրանք օգտվեն այս գետնանցումից շատ բարեկարգ, լուսավոր։ Ավարտելով բաց դասը դպրոցականները քայլերթ կատարեցին դեպի նորակառույց գետնանցում։ Այստեղ կարմիր ժապավենի կտրման արարողությամբ գործարկվեց գետնանցումը։ Շատ ուրախ եմ, որ գետնանցումի բացման պարտականությունը ինձ տրվեց, կտրեցի ժապավենը։ Շնորհակալություն եմ հայտնում World Vision Հայաստան Գավառի տարածքային զարգացման ծրագրի գրասենյակին եւ քաղաքապետարանին նմանատիպ հրաշալի նախաձեռնության համար։ Հուսով եմ, որ նմանատիպ նախաձեռնությունները մեր քաղաքում կշարունակվեն եւ ես որպես երիտասարդ կփորձեմ իմ ներդրումն ունենալ իմ քաղաքի բարգավաճման ու զարգացման գործում։ Որպես ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչ շատ եմ կարևորում դպրոցամերձ ճանապարհներին նման գետնանցումի վերաբացումը, քանի որ գետնանցումը շատ կարևոր է երեխաների անվտանգ անցումը կազմակերպելու համար, ոչ միայն երեխաների, ինչպես նաև Գավառ քաղաքի ազգաբնակչության համար շատ կարևոր է այս անցումը։ Վերակառուցված գետնանցումը նոր ուսումնական տարվա մեկնարկին ցանկալի նվեր էր նաև Թիվինք հիմնական դպրոցի աշակերտների համար։ Նրանք շատ ուրախ էին եւ ոգևորված, որ այսուհետև հնարավորություն կունենան օգտվելու գետնանցումից։ Ես շատ ուրախացա, երբ իմացա, որ մեր դպրոցի մերձակայքում բացել են գետնանցում։ Ոստիկանության աշխատակիցը մեզ բացատրեց, թե ինչպես պետք է օգտվել այդ գետնանցումից եւ ես անվտանգ գնամ դասի եւ կվերադառնամ տուն։ Այս օրվա դասի ժամանակ ոստիկանության աշխատակիցը մեզ սովորեցրեց երթևեկության կանոնները եւ մենք շատ ուրախ ենք, որ մեր դպրոցի մերձակայքում բացվել է գետնանցում։ Սրանից հետո մենք անվտանգ կգանք դասի եւ կվերադառնանք տուն։ Ասենք նաև, որ գետնանցումից օգտվելու համար բնակիչները դժվարություններ չեն ունենա նաև երեկոյան եւ գիշերվա ժամերին։ Շրջակայքը լուսավորող լապտերները սնվում են արևային մարտկոցով։ World Vision Հայաստան Գավառի տարածքային զարգացման ծրագրի եւ Գավառի քաղաքապետարանի համատեղ ուժերով ազատության այս փողոցում արդեն գործում է ստորգետնյա գետնանցումը։ Ասենք նաեւ, որ բացի աստիճաններից, որից կարող է օգտվել ազգաբնակչությունը, այն նախատեսված է նաեւ հենաշարժողական խնդիրներ ունեցողների համար։ Նախաձեռնությունն իրականացնող կողմերը հանդես եկան գետնանցումը պահպանելու, այն չախտոտելու եւ երթևեկության կանոնները սովորելու կոչերով։ Նրանք նաև հույս հայտնեցին, որ մեր քաղաքի բնակիչները կկարողանան իրենց մեջ ձևավորել ճիշտ երթևեկելու մշակույթը։ Երբ ազատության այս բանուկ փողոցում սկսվեցին շինարարական աշխատանքները, իմ մոտ մեծ ոգևորություն առաջացավ, որ վերջապես Գավառում էլ հնարավոր կլինի խուսափել ճանապարհային երթևեկության վտանգներից եւ անվտանգ անցնել փողոցը, բայց մի մտավախություն կար, արդյոք կձևավորվի այդ մշակույթը, բայց շինարարական աշխատանքները երբ ավարտվեցին, մի քանի անգամ փորձել եմ ներկա լինել, տեսնել, թե երեխաները արդյոք օգտվում են գետնանցումից եւ ուրախություն մեզ առավոտյան ժամերին, երեկոյան ժամերին եւ դասից տուն վերադառնալիս աշակերտները, ինչու՞ չէ նաեւ հարակից շենքի բնակիչները արդեն անցնում են գետնանցումով, ինչը անվտանգ է դարձնում իրենց երթևեկությունը։ Կցանկանայի կրկին անգամ կոչ անել վարորդներին, աշակերտներին, ծնողներին, ուսուցիչներին լինել զգոն եւ ուշադիր, խստորեն պահպանել անվտանգ երթևեկության կանոնները։ Իսկ մենք եւս մեկ անգամ հիշեցնում ենք, որ անվտանգ երթևեկության համար
անհրաժեշտ է նախ եւ առաջ պահպանել գետնանցումի մաքրությունը եւ սովորել երթևեկության կանոնները։